Կոլեկտիվը դիտում է որպես սոցիալական հանրություն, ուսումնասիրում է նրա հասարակական ու անձնական օրինաչափությունները, հասարակական զարգացումը։ Սոցիալական հոգեբանությունը հետաքրքրվում է կոլեկտիվի կրթության, կոլեկտիվի ու անձի փոխհարաբերությունների օրինաչափություններով։ Դպրոցական կոլեկտիվի առջև դրվում է 3 գլխավոր խնդիրներ՝ գիտակցել գիտելիքների նշանակությունը, ընդունել դրանց կարևորությունը մարդու կյանքի համար, յուրացնել ու անընդհատ համադրել դրանք։ Ձեռք բերել բարոյական զարգացում, ձևավորել ու զարգացնել սեփական անձը։ Կոլեկտիվն ունի իր հատկանիշները։ Առաջին հատկանիշը՝ սոցիալապես նշանակալից նպատակներին հասնելու գործունեության համատեղ նպատակամղվածությունն է։ Այդ նպատակներին հասնելու համար կոլեկտիվի բոլոր անդամները պետք է ունենան բարձր գիտակցականություն, ընդունեն այդ նպատակները, գիտակցեն դրանց նշանակությունը, ապա իրագործեն դրանք։ Կոլեկտիվի երկրորդ հատկանիշը նրանում պատասխանատու կախվածության հարաբերությունների առկայությունն է, որը սահմանվում է դաստիարակի կողմից։ Դասարանի ղեկավարը։ Դպրոցում դասղեկը նշանակում է 5-րդ դասարանից սկսած։ Նա պարտադիր որևէ առարկա պետք է դասավանդի տվյալ դասարանում։ Դասարանի ղեկավարի առանձնավորությունը նրա բարոյական կերպարը վճռական ազդեցություն են ունենում դպրոցականների գիտակցության և բնավորության ձևավորման, նրանց ունակությունների և սովորությունների մշակման վրա։ Դասարանի ղեկավարի անձնային որակները։ Դասարանի ղեկավարը պետք է օժտված լինի բարոյական բարձր հատկություններով։ Դպրոցականների նկատմամբ պահանջկոտության ու հարգանքի զուգակցումը պետք է դառնա դասարանի ղեկավարի աշխատանքի սկզբունքներից մեկը։ Ուսուցչի ուսումնական ու դաստիարակչական աշխատանքը կարող է հաջող ընթանալ այն դեպքում, երբ նա լավ է ճանաչում իր աշակերտներին, ուշադիր ուսումնասիրում է նրանց յուրաքանչյուրին։ Դասղեկի աշխատանքը դասարանի աշակերտների կոլեկտիվի և ծնողների հետ։ Ուսումնական աշխատանքի ընթացքում ձևավորվում են աշակերտի անձնավորության հիմնական գծերը։ Հենց նույն ընթացքում նրանք ավելի հեշտ են հայտնաբերվում։ Աշակերտական կոլեկտիվի դաստիարակման իր աշխատանքում դասարանի ղեկավարը հենվում է ծնողների օգնության վրա։ Ծնողների հետ աշխատանքը դասղեկի աշխատանքի համակարգի անբաժանելի մասն է։ Այդ աշխատանքը հաջողություն է բերում, եթե այն լինելով սիստեմատիկ և գիտականորեն հիմնավորված, օրգանապես մտնում է դասղեկի ընդհանուր մանկավարժական գործունեության մեջ։ Ծնողների հետ աշխատանքը դասղեկից պահանջում է նրանց հետ վստահելի ու գործնական հարաբերությունների սահմանում, մանկավարժական տակտ, զսպվածություն, հետևողական և անշեղ ուշադրություն։ Ծնողների հետ նրա աշխատանքի հիմնական սկզբունքներից մեկը ծնողների անձնական որակներում ու ընտանեկան դաստիարակության մեջ դրականի վրա հենվելն է։ Պլանի կազմում։ Աշխատանքի պլանը կազմվում է մեկ օրինակով և գտնվում է դասղեկի մոտ։ Պրակտիկայում հաստատվել է պլանի հետևյալ կառուցվածքը՝ դասարանի բնութագրությունը, դաստիարակչական խնդիրները, դաստիարակչական գործունեության համակարգը։ Դասղեկի դաստիարակչական աշխատանքի պլանի մեջ մտցվում են հիմնականում հետևյալ բաժինները՝ ուսումնադաստիարակչական աշխատանքներ, հայեցի դաստիարակություն, գեղագիտական դաստիարակություն, ռազմահայրենասիրական դաստիարակություն, ֆիզիկական դաստիարակություն, աշխատանքային դաստիարակություն, բնապահպանական դաստիարակություն և դպրոց-ընտանիք կապը։ Շնորհակալություն։